Կառավարությունը որոշել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկը միասման ձևով վերակազմակերպել, միացնելով Հայաստանի պատմության թանգարանին։ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Կառավարության պարզաբանմամբ թանգարանային գործունեություն իրականացնող մարմինները հիմնականում գործում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով։ Միաժամանակ առանձին իրավաբանական անձ ստեղծելու գործընթացից ձեռնպահ մնալու նկատառումներից ելնելով նպատակահարմար են գտել այդ միավորման գործընթացը։ Նշենք, որ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում գերազանցապես ներկայացված են մեր ժողովրդի ռազմական պատմության երկու հիմնական թեմաները։ Առաջինը՝ մեր հայ զինվորների հայ ռազմիկների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ երկրորդը՝ Արցախյան ազգային ազատագրական պատերազմը։ Պանորամա AM-ը դիմեց Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանին, պարզելու, թե ինչպես է վերաբերվում կառավարության որոշմանը։ Պարզվեց, հենց մեզանից է իմանում այդ որոշման մասին։ Կոնկրետ այդ մասով տեղյակ չէի, բայց որ գործընթաց կար, գնում էր, ես տեղյակ էի։ Ես գիտեմ, որ պետքա մշակույթի եւ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությամբ տրամադրվեր, բայց այդպես տեղյակ չեմ առանձնապես։ Գիտեմ, որ ընթացակարգ կար, բայց որ այդ կարգով պետք է լիներ, ես տեղյակ չեմ։ Մենք միակ թանգարանն էինք մանուկան նախարարության ենթակայության կազմում ենք եղել, ու այդպես որոշում են կայացվել, որ պետքա, քանի որ մշակույթի նախարարը ավելի մշակութային օջախ է, ճիշտ կլինի այնտեղ որ պետքա որ լինի։ Այդպես մենք դրան նախ պատրաստված ենք եղել ամեն դեպքում, գիտեինք, այս մի տարի է այդ խոսակցությունը կա։ Ճիշտ բաներ կա, այո, դե եթե զբաղվում է այդ նախարարությունը, նշանակում է միգուցե ավելի ճիշտը դա է, որտեղ մեր մոտ թանգարանը զարգացման խնդիրներ ունի, էլի։ Ֆոնդային բոլոր մեր ինչ ունենք, կտեղափոխվի,